Արդեն բավական ժամանակ է ցավալիորեն մեր հոգևորականներից խաղաղությունն էլ խախտված է, հատկապես երբ որ մենք իմացանք, որ պատարագների ժամանակ հատուկ հրահանգներով իհարկե որոշ քահանահայրեր իրենց պատարագներին Վեհափար Հայրապետի անունը, որ 3 տեղ պատարագների ժամանակ հիշատակվում է, զեղչեցին։ Խիստ դատապարտելի է, խիստ, եւ ոչ միայն անձնապես ես իմ անունից եմ ասում, այլ ողջ հոգևոր դասը, ողջ միաբանությունը Մայրաթորի խստագույնս դատապարտում է սա։ Այո, ցավալիորեն որոշ հոգևորականներ եւ միաբաններ միացան այս տխրահռչակ արշավին, բայց ես վստահ եմ, որ գալու է ժամանակ, ամեն բան անցնելու է։ Ձախորդ օրեր են, գիտեք, երբ որ թերթում ենք հայոց պատմության էջերը, հատկապես Առաքել Դավրիշեցին սրա մասին մանրամասնորեն խոսում է, այս նույն վիճակները նաև տեղի են ունեցել այն ժամանակներում, այս նույն անհամաձայնությունները, բայց Տիրոջ Սուրբ Հոգին գործում է եկեղեցու մեջ եւ գործելու է միշտ, եւ նրանք, ովքեր որ հավատքով, Տիրոջ հոգով առաջնորդվում են, վստահաբար նրանք էլ պիտի այդ ճշմարտության ճանապարհը բռնած հասնեն մինչև նավահանգիստ։ Իսկ նրանք, ովքեր որ դավաճանական ոգիով ապրեցին, իհարկե չեն հաջողվելու։ Գալու է ժամանակ, որ Տիրոջ դատաստանի առաջ են կանգնելու։ Մարդկանց դատաստանի առաջ չեն կանգնելու, Տիրոջ դատաստանի առաջ են կանգնելու։ Պատմության մեջ երբեմն պատահել է, որ հակաթորություններ են ստեղծվել։ Նույնիսկ Առաքել Դավրիշեցին պատմում է, որ Դավիթ անունով հակաթոր կաթողիկոս դարձավ եւ եկավ ժամանակ, որ շահը կանչեց այս հակաթոր կաթողիկոսին Դավիթին եւ նրան ասաց, որ դու երբ որ դավաճանեցիր քո կաթողիկոսին, խոսքը Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի ժամանակվա մասին էր, գամեք ասեց սյուներին, կտրեք իր մսերը եւ դրեք իր բերանը։ Այ խստագույն այսպիսի պատժի արժանացրեցին։ Դե պատկերացրեք Տիրոջ առաջ, երբ որ կանգնեն, որքան խստագույնս պիտի պատժվեն, որտեւ առաջին հերթին իրենք պիտի Տիրոջ դատաստանի առաջ կանգնեն։